Պարոն Առաքելյան, երկու հարց ունեմ։ Առաջին հարցը կապված է աշխատակազմի, աշխատակիցների հետ։ Ես վերջերս հարցում էի արել ճշտելու ազգային ժողովում հաստիկների, թափուր հաստիկների ու նաև հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության վերաբերյալ։ Բավականին քիչ տոկոս է կազմում, բայց պիտի նշեմ, որ մենք ունենք բավականին շատ, այսպես ասեմ, չլրացված հաստիկներ։ Եվ նկատի ունենալով, որ մենք ազգային ժողովում քննարկել ենք նաև քվոտավորման հարցը, հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության, այդ քննարկումների ընթացքում մեզ համար գոնե պարզ էր, նաև վիճակագրությունը թույլ է տալիս հասկանալու, որ պետական ոլորտում հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածությունը շատ ավելի ցածր է, քան մասնավոր սեկտորում։ Եթե չեմ սխալվում 1.1% է, իսկ մասնավորում 2.5 կարծեմ։ Հարցս հետևյալն է, օրինակ չսպասելով քվոտային, հա, որպեսզի հատուկ քվոտավորում չլինի եւ իմանալով նաեւ ազգային ժողովի աշխատանքները, որոնք մենք իրականացրել ենք այն ավելի մատչելի դարձնելու, թե ֆիզիկապես, թե նաեւ աշխատակազմում վերաբերմունքի իմաստով, ուզում եմ հասկանալ, արդյոք պատրաստ եք դուք ազգային ժողովը այսպես առաջամարտիկ լինելու, այդ ուղղությամբ աշխատելու, լրացուցիչ քայլեր ձեռնարկելու, խրախուսելու հաշմանդամություն ունեցող անձանց ներգրավվածությունը աշխատակազմում, դա կլինի գուցե հատուկ վերապատրաստումների միջոցով, հայտարարություններում հատուկ նշումների, խելամիտ հարմարեցումների միջոցով, որովհետև դա շատ հեշտ գործընթաց չէ։ Ես վստահ եմ, որ եթե մենք նույնիսկ այդ հայտարարությունը տարածենք, գուցե այդ խնդիրը շատ հեշտությամբ չլուծենք, որովհետև բնականաբար կա կարողությունների խնդիր, կոնկրետ աշխատատեղերի համար համապատասխանության խնդիր եւ այլն, բայց այնուամենայնիվ նկատի ունենալով նաեւ այս խնդիրները եւ հասկանալով, որ մենք ունենք նաեւ աջակիցներ, հա, եւ միջազգային կազմակերպություններում եւ հասարակական կազմակերպություններում, արդյոք մենք պատրաստ ենք օրինակ դառնալու այդ առաջամարտիկներից մեկը, թեկուզ օրինակ ծառայելու, այսպիսի կամավորական նախաձեռնություն իրականացնելու առանց օրենքի պարտադրանքի, սա առաջին հարցս էր, եւ երկրորդ հարցը վերաբերում է մեր բյուջեին, կա մի տոհմի ծրագիր, որը մենք նախատեսել ենք, այսինքն ազգային ժողովը առաջարկել է, բայց այնուամենայնիվ այդ հայտը մերժվել է եւ որի համար կարծում եք, որ մենք պիտի հատկապես падգամավորներս շատ պայքարենք ու պնդենք, որ այդ տողը ներառվի բյուջեում։ Շնորհակալ եմ։ Խնդրեմ, շնորհակալություն, իհարկե մենք պատրաստ ենք լինել առաջամարտիկ, կարող ենք քննարկել, մենք մի քանի ուղղությամբ իհարկե աշխատանքներ տարել ենք, այդ թվում եւ միջազգային գործընկերների օգնությամբ, այդ թվում եւ Քաղաքշին կոմիտեի օգնությամբ, ներգրավելով արտասահմանից փորձագետներ, ովքեր ուսումնասիրել են ազգային ժողովի շենքը, շենքային պայմանները, արդյոք դա որ ուղղությամբ կարող ենք բարելավել հենաշարժողականության խնդիրներ ունեցող անձանց համար, աշխատանքներ տարվում է, մենք իհարկե պատրաստ ենք քննարկենք, երբ ցանկանաք պատրաստ ենք, իհարկե այնտեղ ունենք այսպես ասած մի փոքր իրավական խնդիր, որովհետև մեր մոտ կամ պետական ծառայությունն է, որի մրցույթները հայտարարվում է եւ ինքը օրենսդրական ընթացք է, այսինքն օրենքով SS փուլերն անցնում եւ ունենք քաղաքացիական աշխատանք կատարողներ, որոնք հիմնականում գոնե մեծ մասը կատարում են ավելի ֆիզիկական աշխատանք։ Պետքա փորձենք այդ ամեն ինչը համադրելով, փորձենք մեր ակտիվությունը ցուցաբերել այդ ուղղությամբ։